Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Սթիվեն Չարնոկ, օր մարտի 6։ Ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում մլինողների համար, որ մարմնավորապես չեն վարվում, այլ հոգևորապես։ Հռովմայացիս 8-րդ գլուխ առաջին խոսք։ Խաչված Քրիստոսը, բավարարելով Աստծո արդարադատությունը, կոտրեց օրենքի որոտները և ոչնչացրեց դրա անեծքի ամբողջ կառուցվածքը։ Քրիստոս գնեց մեզ օրենքի անեծքիցը մեզ համար անեծք լինելով։ Գաղատացիս 3-րդ գլուխ 13-րդ խոսք։ Այսինքն օրենսդրի դատավճռից, որը նրա օրենքում հայտարարված էր այն խախտողների դեմ։ Ուստի այժմ չկա դատապարտություն նրանց համար, ովքեր Քրիստոս Հիսուսի մեջ են, քանի որ նրանք մեռել են օրենքի համար Քրիստոսի մարմնով։ Հռովմայացիս 7-րդ գլուխ 4-րդ խոսք։ Քրիստոսի մարմնով, որը սպանվեց և հարություն առավ, քանզի այս կարգադրությունների ձեռագիրը, որը մեր դեմ էր, Աստված վերացրեց այն գամելով խաչին։ Նա վերացրեց բարոյական օրենքի կապը, ինչ վերաբերում է ցանկացած դատապարտության, քանզի հին ժամանակներում սովորություն կար կապը վերացնել գրությունը մեխով ծակելով։ Ծիսական օրենքը ամբողջությամբ վերացվեց, որովհետև նրա բովանդակությունը արդեն եկել էր, և այն նպատակը, որին այն ուղղված էր, կատարված էր։ Այդպես էլ պետք է հասկանալ հետևյալ խոսքը. իշխանություններին և պետություններին մերկացնելով հայտնապես խայտառակեց և նրանց հաղթանակեց իրանում։ Կողոսացիս 2-րդ գլուխ 15-րդ խոսք։ Սա վերաբերում է օրենքի ծիսական կարգադրություններին, որոնք կոչվում էին իշխանություններ և զորություններ, այն աստվածային իշխանության պատճառով, որով դրանք հաստատվել էին։ Նա նրանց խայտառակեց և հաղթանակեց, ինչպես բառը նշանակում է, նրանց մերկացրեց, այսինքն բացահայտեց նրանց իրական բնույթը։ Նա ցույց տվեց, որ դրանք ընդամենը խորհրդանշական պատկերներ էին, որոնք իրենց լիարժեք կատարումը գտան Քրիստոսի անձի մեջ։ Ինչպես որ պտուղն է ի հայտ գալիս ծաղիկը թափվելու միջոցով, այնպես էլ շնորհքն ու ճշմարտությունը եկան Հիսուս Քրիստոսի միջոցով։ Շնորհքը պատվիրաններին հնազանդվելու համար, և ճշմարտությունը պատկերները հեռացնելու համար։